պահքի ընթացքում մարդու մեջ շատ սկսում է ցանկությունները, նաև սեռական կրքերը, ցանկությունները, անդադար մարդը ցանկություններ ունի, եւ մեղք անդադար քեզ գրավում է, որտեղ երբ որ մի փոքր դու ես հանգստանաս, մեղքը գլուխը բարձրացնում, եւ սկսում է քեզ փնտրել ամենտեղ։ Հայերից մեկն ասում է, որ մարդը իր օրգանիզմին պահանջված ուտելիքից ավելին ուտում է, այդ ուտելիքի ուժը, էներգիան գնում է մարդու սեռական օրգանիզմ, մարդու սկսում է գրգռվածություն առաջանալ եւ անհագուրտ ինքը ուզում է ցանկություն կրքեր մեղք գործելու համար։ Սա է քեզ դրդում, դու ուզում ես հետ մնալ, բայց ներքին մղում կա մեղք գործելու։ Ուրեմն այս անտեսանելի պայքարը ամենավտանգավորը, դու չես ուզում, բայց մեջդ պայքարը գալիս է եւ դա երբեմն բերում է մարդուն հոգեվոր անդամալուծության, որ դու գիտես, որ սա չի կարելի, բայց գործում ես, որովհետև չես կարող քեզ կառավարել։ Ուրեմն այս պահքի ընթացքն այդ որ ասում եմ կարգապահություն, այդ խստությամբ հսկելն է, որ անկարծ որևէ սահմանը չխախտվի։